Ես հագել եմ իմ Արցախի մայկան, որովհետև այսօր իմ թեման լինելու է իմ աջակցությունը Արտուր Օսիպյանին։ Արտուրին ես 2018 թվականից ինտերնետով վիրտուալ ճանաչում եմ ու համարում եմ մինչ այսօր իմ գաղափարական դաշնակիցը։ Երբ որ մենք սկսեցինք հեղափոխությունը, իսկ ես առաջի օրվանից էի ժամը 7:30-ից փողոցում, քանի որ մի օր առաջ գնացել էի Նիկոլի ցույցին ու ինքը ասել էր վաղվանից սկսում ենք հեղափոխությունը, դուրս եկեք փողոց, ու ես առաջիններից եմ փողոցը փակել, ու այդ օրվանից Արտուրը մեզ Արցախից աջակցել է, որը մեր համար շատ կարևոր էր, քանի որ անգամ Երևանում շատ քիչ մարդ էր փողոց դուրս գալիս ու հավատում հեղափոխությանը, ու մտենց մարդկանց աջակցությունը Արցախից մեր համար շատ կարևոր էր։ Եվ իդեպ ասեմ, ինքներդ հասկանում եք, որ Արցախը, քանի որ շատ ռսամետ է, բոլորը Արտուրի դեմ էին, մեծամասնությունը Արտուրի դեմ էին դուրս եկել ու վերջի խոսքերով անպատվում են նույն ձև, ոնց որ հիմա եք դուք իրան անպատվում, իսկ ինքը աջակցում էր Նիկոլին։ Բացի դրանից Արտուրը սկսեց ցույցեր անել ինքը, ոնց որ Նիկոլը Երևանում էր խոսում, Արտուրը տենց Արցախում էր խոսում իրա ընկերների հետ միասին, Տիգրան Պետրոսյանի ու մյուս ընկերների հետ միասին, ու այդ ցույցերը ես նայում էի, ամեն օր ես նայում էի իրանց ցույցերը, ժամերով Արտուրը խոսում էր, Արտուրը շատ բան իմաց տղա է, Արտուրը շատ ուժեղ անալիտիկ է, ուժեղ, ես նայել եմ այդ տարիներին, իրա հոլովակը 2016 թվականից 4-օրյա պատերազմից հետո երևի, ինքը հոլովակում անալիզ է անում Արցախի վիճակը ու բառ առ բառ ասում է ինչ է լինելու շատ շուտ, եթե թալանիչների դեմ չպայքարենք ու ռսի պոչը չտրորենք, ասում է եթե մեր Արցախի ղեկավարների դեմ դուրս չգանք, այդ կոռուպցիայի վերջը չտանք ու թողենք ռուսները մեր վրա մեզ ղեկավարեն, բառ առ բառ, քայլ առ քայլ ասում է ինչ է լինելու մի քանի տարի հետո ու ոնց ասել է, ոնց կանխատեսել է, տենց էլ եղավ 2020 թվականին։ Հասկանում եք, ինչքան ուժեղ անալիտիկ է ինքը տվյալներ գիտի, ամեն ինչ, ինքը հենց այնպես չի խոսում, իրա ցույցերը որ նայեք, ինքը ստատիստիկաներով, ամեն ինչ ասում է, այս թվին սենց, այսքան սենց, ամեն ինչը անուններ է տալիս, թվեր է տալիս, ամեն ինչը ստատիստիկայով ճիշտ նկարագրում է ու ասել էր սենց է լինելու, ոնց ասել էր, տենց էլ եղել է։ Դրա համար իրա նման մարդիկ այսօր պետք է լինեն Նիկոլի կողքին, պայքարելով մեր երկրի համար։ Իսկ մենք էլի տեսնում ենք այս ես համաձայն չեմ Արտուրի խոսալու ձևին։ Ես համաձայն չեմ, որ կարելի է մոտենալ վարչապետին ու կոպիտ խոսալ հետը։ Մանավանդ ոնց որ խոսում են այդ կանայք, որոնք ուզում են Քոչարյանին բերեն, ուզում են Սամվելին բերեն ու Նիկոլին ասում են դավաճան։ Ոչ, ձեր ռուսներն են դավաճանը։ Ու դուք եք այնքան անխելք, որ մինչև հիմա այդ ռուսներին լսելով էլի ուզում եք Արցախը կործանելուց հետո դուք կործանեցիք։ Հիմա ուզում եք Երևանը կործանեք, իսկ մենք դա ձեզ թույլ չենք տա։ Բայց ժողովուրդ, Արտուրը այս մարդկանց դեմ պայքարել, տարիներ շարունակ ինքը պայքարել է ու ես ամեն օր եմ այդ պայքարը տեսել, ես իրա պոստերը իմ Արարատ էջում ամեն օր եմ դրել, ամեն օր Արտուրի բառերը copy եմ արել կամ կիսվել եմ իմ էջ, որ բոլորը տեսնեն, Արցախում սենց մարդիկ կան, պայքարում են։ Իրա պրոբլեմը Նիկոլի հետ են, որ ինքը Նիկոլին հավատալով նույն պայքարը ոգևորված ու ոգեշնչված Նիկոլով ու մեր հեղափոխությունով ինքը սկսեց անել Արցախում, որտեղ ավելի շուտ ինքը շարունակեց, ինքը մինչև այդ արդեն թալանիչների դեմ պայքարում էր ու ես դա տեսել եմ։ Ինքը շարունակեց ու ինքը հույս ուներ, որ Նիկոլը իրա նման մարդկանց կօգնի ու կանեն հեղափոխություն ու այդ թալանիչներից կպոկվեն։ Բայց Նիկոլը ընդունեց Արայիկի հաղթանակը։ Ես շատ լավ եմ հիշում դա։
ես այսօրվա պես հիշում եմ, որ Նիկոլը, երբ որ երեք Արտուրը իրան ասում էր դու Արայիկին ընդունեցիր ու աջակցեցիր, դա նկատի ուներ։ Նիկոլը լևոցենտրիստ է, ինքը լևիստ է, հասկանում եք, ինքը չմտավ է դրա մեջ, ինքը չխորացավ դրա մեջ, ինքը մտածեց, որ կանեն, մի բան կանեն, բայց Արտուրի նման մարդիկ, որոնք պայքարում էին այդ թալանիչների դեմ ու հասկանում էին, որ Արայիկը Բաքոյի պրեմիեր մինիստրն է եղել, երբ որ Բաքոն պրեզիդենտ էր, Արայիկը իր պրեմիերն էր։ Էլ ինչի մասին է խոսքը։ Արայիկը նույն թալանիչն էր։ Չնայած այսօր ես Արայիկի համարել եմ պայքարում ու հայը չպետք է լինի թուրքի բանտում։ Իրան պետքա հանենք ու մեղքս գալիս է, սիրտս ցավում է հենց իր համար։ Բայց ինքը Բաքոյի թալանիչն էր։ Դրա համար Արտուրը ասում էր, որ Նիկոլես ինչ ես անում, մենք այս պայքարը քոնը շարունակում ենք, Արցախն էլ Երևանի շարունակությունն է, մենք նույն պայքարն ենք ստեղ տանում, իսկ դու շնորհավորում ես Արայիկին, որ նա հաղթեց, բայց նա ճիշտ չի հաղթել։ Նիկոլը իհարկե Արտուրի գոյության մասին չգիտեր, ձայնը չլսեց, չխորացավ, չիմացավ, որ տենց պայքար կա, որ մարդիկ իր գործն են շարունակում։ Դրա համար Արտուրը հուսահատվեց ու հիասթափվեց։ Արտուրը մասնակցել է Արցախի պատերազմին, նենց որ ասելով Նիկոլի, որ ինչի չեք մահացել, ինչի չեք զոհվել, սխալ է, որտեվ ես գիտեմ, ես տեսել եմ հենց այդ օրվա նկարները։ Եվ մենք ընդհանուր ծանոթներ ունենք ու ես այդ մարդուց ստացել եմ այդ օրվա նկարները իրանց կռվի ժամանակ։ Ես տեսել եմ, որ իրան գնացել են կռվի։ Ես Նիկոլին էլ եմ հասկանում, որին մոտենում են ու ասում են դու հատուկ ես արել, դու դավաճանել ես, դու մեր հողերը տվել ես։ Մանավանդ, որ ինչ որ երեխեք են գալիս ու ես Արցախից եմ, ես կորցրել եմ իմ հողերը, աղջիկ ջան, դու կորցրել ես քո հողերը, որովհետև քո ծնողները ռուսին են հավատացել։ Այդ է առաջի ու ամենակարևոր կորուստը ձեր ծնողներն են արել ռուսին հավատալով։ Հիմա Նիկոլի վրա մի կապեք, ձեր պրոբլեմը, ձեր սխալը։ Նիկոլը չի ծախել, դուք եք ծախել ձեր սխալ մոտեցումով։ Ժողովուրդ, ես հասկանում եմ, որ Նիկոլին դա նյարվայնացնում է ու ձեզ է դա նյարվայնացնում ու ինձ է դա նյարվայնացնում։ Իրանք չեն մեղադրում իրանց ծնողներին ու ռուսներին, իրանք մեղադրում են Նիկոլին։ Իսկ դա սխալ է ու դա սուտ է։ Բայց ժողովուրդ, պետք է հասկանալ նաև այն պահը, որ կան Արտուրի նման մարդիկ, որոնք տարիներ շարունակ ինքը ինչ իր սազնательный կյանքը կա, ինքը պայքարում է թալանիչների դեմ։ Այդ ես իր մասին իմացա 2018-ում, բայց հոլովակը 2016-ին է ու ինքը այնքան գրագետ է խոսում, որ ապշում է սենց խելացի մարդիկ ունենք ու իրան ղեկավարության մոտ չեն։ Նիկոլին պետքա Արտուրը, պատկերացնում եք, այսօր իրանք իրար դեմ են, բայց ես Աստված եմ կանչում, որ մեր ժողովուրդը կարողանա իրար հետ համագործակցի ու Նիկոլը կանչի Արտուրին, նստեն, խոսան ու կտեսնի ինչքան մենք կշահենք դրանից, որ ինքը կօգտագործի Արտուրի խելքը։ Ու Արտուրը լոկոմոտիվ է, Արտուրը սենց գնում է տրակտորի նման, պատերը խփելով գնում է, այդ տենց ինքը իր էներգիան իր մեջ կա ու տեսեք, որ ինքը երեք խոսում էր Նիկոլի հետ, դուք մի նայեք, որ Նիկոլի դեմ էր ու մի հանկարծ չմտածեք, որ ինքը ռուսամետ է, ինքը լրիվ ռուսի դեմ է, լրիվ, ոնց որ ես եմ, այդ տենց ինքը պայքարում է ռուսին դեմ, ահա որ, ու ինքը այն մարդն է, որ բլոկադայի օրը Տիգրանի հետ վեր էին կացել ժողովրդին դրել էին իրանց հետևից, տանում էին դեպի միրատվորիստները ու ունդեղ միրատվորիստների հետ կռվում է։ Ես ահա որ վախեցել էի, ասում եմ, այս տղու գլխին մի բան կանեն այս ռուսները։ Անենց էր կպնում իրանց, ասում էր բլոկադա եք արել, իրանց եք օգնում, փոխանակ մեզ օգնեք, դա ինչի ինքն է արել։ Ինքը ահա որ ռուսի դեմ է, որտեվ հասկանում է ու ասում է ու պայքարում է, որ ռուսը չունենա իր ազդեցությունը մեր վրա, այս 10 րոպեից ավել չի թողում խոսամ։ Տենց է գիտեի, որ մի հոլովակիմ 10 րոպեի մեջ չեմ եզրափակվի։ Ահա որ տանջվում եմ ես, երբ որ տեսնում եմ մեր ժողովուրդը այսքան պոտենցիալ ունի ու Նիկոլ Արտուրի հետ կարող են շատ բաներ անել մեր երկրի շահերից ելնելով։ Մենակ դրա համար ես ժողովուրդ խնդրում եմ ձեզ, աջակցեք, թող Նիկոլը կանչի Արտուրի հետ նստեն զրուցեն, շատ մեծ բանի կհասնենք, ժողովուրդ չի կարելի սենց հատ մեզ առանձնացնեն ու իրար այդ պարանոյայով, թե ինքը պրովոկացիա անում, ինքը ռուսամետ, տենց բան չկա տենց